Հարստությունը անեցք թե օրտնություն։ Գշարունակենք ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններով շարքը։ Հարստությունը գտարնա անեցք, երբ մեր օրտնությունը անոր մեջ կտեսնենք։ Արագած գիրքի մեջ Սողոմոն իմաստուն գսե. «Իրոջ օրտնությունն է, որ հարստություն գտա ու անոր հետ դրդմություն չի խառներ»։ Դվյալ համարի մեջ երկու հիմնական ճշմարտություններ կան, որոնց նշումը գարժենել։ Առաջին Դիրոջ օրտնությունն է, որ հարստություն գտա խոսքով, Սողոմոն իմաստունը ուզե, որ հարստությունը Աստուծո օրտնության արդյունք է եւ ոչ թե օրտնությունը հարստության արդյունքը։ Եթե երբեք մենք նույնապես աղքատենք, այդ չի նշանակել, որ զուրկ ենք Աստուծո օրտնութենին։ Աստուծո օրտնությունը կրնա հավասարապես ներկա լալ թե աղքատ եւ թե հարուստ մարդուն կյանքի մեջ։ Աստուծո օրտնությունը վայելելը պայմանավորված չէ մեր աղքատ կամ հարուստ լալով։ Եթե երբեք մենք Աստուծո գապված մարդիկ ենք, ոչ հարստությունը կրնա մեզ հեռացնել Աստուծո օրտնությունը վայելելու բարգեւեն եւ ոչ ալ աղքատությունը։ Երկրորդ, անոր, այսինքն հարստության հետ դրդմություն չի խառնել։ Կարևոր ճշմարտությունը գտակնված այս բարերու յետին, կան մարդիկ, որոնք այն սխալ համոզումն ու դպավորություն ունին, ըստ որուն Աստված չուզեր, որ մարդիկ վայելեն իրենց հարստությունը եւ ուրախանան անով։ Վերոյշյալ բարեր գուկան հերքելու այս համոզումն ու դպավորությունը։ Աստված գուզե, որ վայելենք իր դված հարստությունը եւ ուրախ կյանք ապրենք, բայց չուզեր, որ մեր կյանքին վայելքն ու ուրախությունը տեսնենք նյութական հարստության մեջ։ Ով է այն հայրը, որ չուզեր իր զավակը հանգիստ եւ ուրախ կյանք ապրի։ Եթե երբեք երկրավոր հայրեր իրենց զավակներուն համար գցանգան երջանկության լի կյանքը, որքան ավելի Աստված իր երջանկության աղբյուրն ու նույնիսկ երջանկությունն է գցանգա մեզի համար լավն ու գեղեցիկը։ Աստված չուրախանար, երբ մեր ուրախության աղբյուրը նյութական հարստությունը նկատենք։ Իր հույսը հարստության վրա տնողը ոչ միայն անարգած կլազ Աստված, այլ աստվածացած գլա իր հարստությունը։ Նյութական հարստությունը ինքնիր հույսը նկատող մարդը խորքի մեջ անհույս մարդ է եւ մնայուն գերբով ինալու եւ գործանելու մտավախությունը կգրձե իր միտքը։ Սողոմոն իմաստուն գսե իր հարստության վրա հույս տնողը պիտի ինա, բայց արտարները գանաչ տերևի պես պիտի ծաղկին։ Սողոմոնի նսել ուզածը այն է, թե անոնք, որոնք իրենց հույսը գտնեն Աստուծո վրա, անոնք արդար են եւ արժանի հավիտենական կյանքը ժառանգելու։ Այստեղ հիշված գանաչ տերևները խորհրդանիշ է կյանքի հավիտենական կյանքի։ Հավիտենական կյանքի ժառանգորդները պիտի լան անոնք, որոնք իրենց հույսը կգաբեն այդ կյանքին Տիրոջ եւ Դեվիճին Քրիստոսի։ Նյութական հարստությունը ժամանակավոր հանգամանք ունի։ Ահա թե ինչու բնակիրը գաստադե թե իր հարստության վրա հույս տնողը պիտի ինա։ Աստված գուրախանա, երբ այլենք իր բարգեւած հարստությունը, բայց ասիգա բնականորեն ճշմարիտ է միայն այն մարդոց բարակային, որոնք Քրիստոսի միջոցով հաշտված են իրեն հետ։ Աստուծո համար առաջնահերթը հոգևոր հարստությունն է, այլ խոսքով փրկությունն է։ Փրկությունը ցկելով հարստության երևան վազելը գդրտմեցնես Աստված։ Աստուծո բանջկն է, որ նախ խնդրենք, որ իր արքայությունը կա եւ աշխատենք իր կամքը կատարել, ապա անպետք եղած հարստությունը եւ ավելին պիտի դա մեզի։ Կան շատ մարդիկ, որոնք ամեն կնով գաշխատին նյութական հարստություն դիզել եւ սակայն չեն հաջողել։ Աստված ինքն է, որ երբեմն թույլ չի տար, որ կարենանք հարստություն հավաքել, որովհետև անկիդ է, որ հարստությունը կրնա պատճառը լալ, որ ոչ միայն զինք մոռանանք, այլև ուրանանք։ Ահա թե ինչու Սողոմոն իմաստուն գսե. «Ինձի աղքատություն կամ հարստություն մի դար, իմ սովորական հացովս զիս կերակրե, որովհետեւ չլա թե գշտանամ եւ քեզ ուրանամ, ու դերը ով է ասեմ, եւ չլա որ աղքատանամ եւ քողություն անեմ, եւ իմ Աստուծոյս անունը բարապ տեղ բերանս առնեմ»։ Սողոմոն այստեղ գխոսի այն երկու վտանգներու մասին, որոնց կրնա հանդիպիլ հարուստ մարդը իր հարստության պատճառով եւ աղքատ մարդը իր աղքատության պատճառով։ Ինչ են այդ վտանգները։ Հարստին բարակային վտանգային է, որ անգամ որ հարստության դեր դառնա, կրնա այլևս Աստուծո գարիքը չսկալ եւ նույնիսկ կրնա բահմը մտածել, թե ինք ամեն ինչ ունի իր ցերքի մեջ եւ թե կրնա անել այն ինչ որ կգամենա։ Իսկ աղքատին բարակային վտանգային է, որ անիր դրած աղքատության պատճառով կրնա Աստուծո անունը բարապ տեղ իր բերան առնել, այսինքն կրնա դրդնչալ եւ դժկոհիլ Աստուծո դեմ
եւ զինք մեղադրել մարդուց միջև խտրություն տնողի հանցանքով։ Քիչ չէ թիվը այն մարդոց, որոնք հայտարարեն, որ Աստված խտրություն կտնե մարդուց միջև, մեկուն արագորեն տալով, իսկ ուրիշին բնավ չտալով։ Այսպիսի հայտարարություն ընողներ Աստուծո անունը բարակ դեր իրենց բերան առնողներն են։ Ճիշտ է, որ աղքատացողն ու հարստացնողը, ծնծացնողն ու բարձրացնողը դեր ինքն է։ Եվ ճիշտ է, որ առանց Աստուծո կամքին ոչ ոք կրնա հարստանալ կամ աղքատանալ եւ կամ միջակ մագարտակի վրա մնալ, բայց մեկ բան հստակ պետք է գիտնալ, որ Աստված երբեք չարքիլեր, որ մարդը հարստանա, եթե երբեք գիտնա, որ այդ մարդը հարստանալի է, պիտի շարունակե հավատարիմ մնալ իրեն։ Հաջորդին պիտի անդրադառնան Սատանան սկիզբեն մարդասպան են յութի մասին, Փառք Հորը Որդին եւ Սուրբ Հոգին Հավիտյանի միջև Հավիտյան, ամեն։